Ով դեր մեր դերը, ինչ փառավոր է քո անունդ բոլոր երկրի վրա, որ քո փառքդ երկինքներեն վեր դրիր, մանգանց ու գաթնգեր դղոց բեռնովը քովություն գդարեցիր, քո թշնամիներուդ համար, որբեսի թշնամին ու վրեժխնդիրը լրացնես, երբ տեսնեմ երկինքը, քո մադերուդ կորձը, լուսին ու աստղերը, որոնք դու ստեղծեցիր, մարդը ինչ է որ զանիկա գհիշես, կամ մարդու որդին որ անոր այցելություն գնես, քիչմը վարեր իր զանիկա ռեշտակներեն, փառքով ու բադվով վսագեցիր զանիկա, քու ցերկերուդ կորձերուն վրա իշխան տրիր զանիկա, ամեն բան անոր ոտքին դագը տրիր, բոլոր ոչխարները ու արջարները, նաև վայրի անասունները, երկինքի թրջուններն ու ձովուն ցուգերը եւ ինչ որ ձովու ջամփաներուն մեջ կվդդի, ով դեր մեր դերը, ինչ փառավոր է քո անունդ բոլոր երկրի վրա։ Եկեք դերը փառավորենք, բարձրացնենք մեր ցայները, երկելով 601-րդ երգը. We are going to sing hymn number 601. Երբ դիդեմ խորապ շանքով, լի աշխարներ ստեղծված քո ցերքով, դիդեմ աստղեր, լսեմ որոտներ ահեղ, ուշտ բարձված դիեզեր կամենդեղ, անժամ գերքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, անժամ գերքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, խորք տանդարին, Եվ թավութքին պացլայն դեղ, երբ ես թրջիմ, լսեմ թրջնոց կեղքեղ, երբ նայիմ վար, վեհաբանց պարցլերներ են, լսեմ արվակ, ըսկամ հող մեղմորեն, այն ժամ գեքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, անժամ գերքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, երբ խորին թե դեր չխնայեցիր որդին, Ղրգեց մերնիլ, թյուր չկար իմ սրդին, խաչին վրա, պերս կրեց սիրեցիս, արին թապեց, մեր ավասնի մեղքիս, այն ժամ գերքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, այն ժամ գերքեմ հոգևին դեր պրգիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, երբ Հիսուս կա մեծ այնով շարաչյունով, զիստում դանի սիրտ պիտ խայդա իրքով, բիտ գրկնեմ ձունր, երգրբակ եմ խոնար հաց,
հոներ ճագեմ, ինչպես ես Տեր Աստված, այժմ եկեմ հոգևին դեր փրկիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն, այժմ եկեմ հոգևին դեր փրկիչ, ինչ մեծ ես տուն, ինչ մեծ ես տուն։ Մինչ ոտքի վրա ենք, պիտի գարտանք 20-րդ ընթերցումը, փոխասացությամբ ընթերցում 23 համբարձում վերնակրով. We are going to read the responsive reading 23. Զանոնք մինչև Փեթանիա հանեց ու իր ցերքերը վեր վերցնելով օրտնեց Զանոնք եւ եկավ որ երբ Զանոնք կորտներ զատվեցավ անոնցմե ու վեր գելներ երկինք Ով քալիլիացի մարդիկ, ինչու գայնեդեք թեպի երկինք կնայիք, այս Հիսուսը, որ ցեզ մե երկինք համբարձավ, այսպես պիտի կա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Վասնզի մեզի ճիշտ այսպիսի քահանայապետ մը գվայլեր, սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներեն զատված ու երկինքեն վեր բարձրացած։ Քանզի ոչ թե այնպիսի քահանայապետ մը ունենք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ, հաբա ինք ամեն երբ փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Աղոթենք, let us pray. Շնորհակալ ենք քեզ մե, որ քու շնորհած աթորիտ մոդենալու արդոնությունը ունենք, որբեսի գարենանք ով դեր քո արջևդ քու ներկայությանդ մեջ լալ եւ մեր խնդրվածները, մեր աղոթները, մեր փառապանությունները քեզի մատուցանել։ Այս շնորհքին համար մեր Տերոջ Հիսուս Քրիստոսի գադարած խավության միջոցով գդարված այս ուրախության, հաղորդակցության համար փառք եւ քոություն կմատուցանենք, օրհնե մեզ ամեն մեկը եւ շնորհք որ գարենանք ով դեր քու մեծափառությունը տեսնելու համար մեր սրդերուն աչքերը բաց մնա, որբեսի քու ներկայությունդ, քու ամենագարողությունդ միշտ տեսնել եւ մեր սահմանափակ վիճակը, որբեսի գարենանք քարչևդ շնորհք գտնել Փարքիդ համար խնդրենք ով դեր մեզ խոնար բահե քու ներկայությանդ մեջ եւ քեզ տեսնելու քու փառապանությանդ եւ մեծափառությանդ մեջ ասոնք կխնդրենք Տերոջ անունով Տեր Հիսուսի անունով ամեն Մեր նստած տեղերեն պիտի շարունակենք մեր պաշտամունքը երգելով նաեւ 276-րդ երգը Երկ 276. We are going to sing hymn number 276.
Ես կջամփորդեմ լուսո մեջ պայծառ, ցորերու մեջ են լեռներու վրան։ Հիսուսը ասաց է, ես քեզ չեմ մոռնար, խոստումներն հաստատ միշտ կմնան։ Երկնային արև, երկնային արև, հոգիս քո հող է անսահման հույս, հալելույա, գերքեմ արդարև, իր փառքն ավիդյան, իմ սե Հիսուս։ Երբ որ խավարը ամեն գոմբատ է, առաջնորդիս թեմ այն չծքեր, կազինքներ լույս խավարը գադ է, իրեն մոտ կարնեմ հաստատ կայլեր։ Երկնային արև, երկնային արև, հոգիս քո հող է անսահման հույս, հալելույա, գերքեմ արդարև, իր փառքն ավիդյան, իմ սե Հիսուս։ Բայց այլ լուսո մեջ միշտ ուրախ սրտով կհառաջանամ թեփերին դուն, փառք տալով իրեն կքալեմ իր քով, արևի մեջ իր սիրուն անհուն։ Երկնային արև, երկնային արև, հոգիս քո հող է անսահման հույս, հալելույա, գերքեմ արդարև, իր փառքն ավիդյան, իմ սե Հիսուս։ Գողջունենք ձեզ Տեր Հիսուս Քրիստոսի անունով եւ բարի քալոս կմաղթենք ձեզ մե ամեն մեկուն, որ եկած եք դերունական այս օրհնյալ առավոտյան մեջ Աստված պաշտելու։ Բարի քալոստի խոսք ունենք նաեւ Դերևդիգին Խաչերյաններուն, որ Աբիսեմը իվեր գփածագային եկեղեցի կալեն, քանի որ դիգին սոնան կորձողություն մանցուց եւ աբոհով երբով դարձյալ վերադարձավ, ուրենք մն գադարյալ բժշկություն եւ առողջություն կմաղթենք իրեն, դարձյալ մեզի միանալուն արիթով, դերը ցեզ օրհնե եւ բահե։ Parikalusi խոսք ունենք նաեւ, we are happy to be with you, Reverend Mrs. Yasmin, to worship together with us in the house of God and to hear also your message as the word of God is giving to you. You are welcomed. God bless you. Ունենք մի քանի ծանոթություններ ցեզի հայտնելու եկեղեցուց դարեգան ընդհանուր անդամական ժողովը եթե դերը գամի դեղի պիտի ունենա գիրագի 24 մայիսին, այսինքն քալ գիրագի Պաշտամունքեն ամիջապես վերջ արոյան սրահին մեջ։ Սովորական հյուրասիրության փոխարեն պիտի հրամցվի թեթև ջաշմը, որ մեծ կշուտով պիտի սկսենք օրագարկի կորզատրության, որուն ընթացքին պիտի ըլլան զեկուցումներ, 2025 տարվան վավերացված հաշվեգշրի ներկայացում, հոգապարծության նոր անդամներու ընտրություն եւ այլ առնչագից նյութեր։ Մեր սիրելի ժողովուրդեն կխնդրենք, որպեսզի չանք ընեն այս շատ կարևոր ժողովին մասնակցելու եւ իրենց ներդրումը եւ մասնակցությունը բերելու եկեղեցվո փառքավաճման իխնդիր եւ իբարս
Աստծո։ Սուրբ Քիրքի սերտողություն զումով եկող չորեքշաբթի 20 մայիս երեկոյան ժամը 7:00-ին հաջեցեք միանալ մեզի, որպեսզի միասնաբար օրհնությունը ստանանք անցյալ գիրագի խանդավառությամբ գրեթե 20 հոգիներու չափ մարդ կար եւ շատ հաճելի էր այդ սերտողության մասնակցել։ Անոնք, որոնք կփափակին, ուրեմն պետք է որ իրենց email-ի հասցեները դան, որպեսզի այդ ծևով կարողանան մասնակցել այդ ուրեմն սերտողության։ Ասիկա պիտի դան ուրեմն բարոն Դիկրան Այնտապլյանի, որպեսզի այդ Zoom-ի մասնակցությունը կարողանաք ունենալ։ Արի դեղեցություն ամեն դարվա պես դարձյալ լավալի շրջանի մեջ տեղի պիտի ունենա Քուրդը Պոմպիե գիրագի 31 մայիս, այսինքն վերջին գիրագին, ամսվան վերջին գիրագին, հետևաբար շատ ջամփաներ կոչ պիտի լան երթևեկի համար, արդվնե մինչև գեսորե վերջ։ Հավանաբար շատերդ արդեն ստացակ նմանապես այս նյութով նամակներ, ուրեմն հաջեցեք նկատի առնել այս բարական եւ ըստ այն ծրագրել ձեր եկեղեցի քալու ժամը այդ գիրագին։ Շնորհակալություն նաեւ նվիրատվություններուն համար։ Բիդը լսենք Աստծո գենաց խոսքը հայտնության քիրքեն որ գուկա մեզի հայտնություն 19-11-ին մինչև 16-րդ համարներուն ընթերցումը պիտի կատարենք։ We are going to read Revelation chapter 19 from 11 to 16. Դեսա երկինքը բացված եւ ջերմակ ցիմը անոր վեցա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կգոչվի արդարությամբ թադաստան կդեսնե ու կբادرազմի անոր աչքերը գրագի փոցի պես էին անոր գլխուն վրա շատ թակեր կային ու քրված անուն մը ուներ, որ մեկը չգիտեր, բայց միայն ինք, արինով ներգված հանթերց մը հակեր էր, անոր անունը Փանն Աստծո էր, երկինքի մեջ եղող զորքերը, անոր ետևեն գերտային ջերմակ ցիերով, ջերմակ ու մաքուր փեզներ հակած, անոր պերնեն սրած սուր մգելներ, որպեսի անով ասկերը զարնե ու ինք երգատե կավազանով բիդի հովվե զանոնք ու ամենագալ աստուծո սաստիկ պարգությանը քինիին հնցանը ինք բիդի գոխե և իր բատմոջանին վրա ու իր աստրին վրա թրված քիրմ ուներ թակավոր թակավորած եւ դերանց Օրտյալլա դերաչու խոսքը մեր սրտերուն մեջ եւ աղոթքով խոնարհենք Աստծո առջև Շնորհակալ ենք երկնավոր Հայր այս գենարար խոսքերուն համար որ քիչ առաջ կարդացվեցավ այն մեծափառությունը այն թակավորությունը որ տուն գուզեիր հաստատել այս աշխարհի վրա Ահավասիկ
քու վերաթարցի արիթով երկրորդ քալուստյան արիթով պիտի գդարվի այն դեսիլքը որ Հովհաննես առաքյալ գտեսնե աբակային մասին եւ ներգա գացության մեջ ապրված կյանքի իխնդիր գտեսնե նաեւ հույսը աբակային մեջ հույսը ոչ թե մարդկային թակավորություններու մեծապարությունը հաբա աստվածային թակավորության մեծապարությունը ոչ թե մարդկային ժամանակավոր եւ սահմանափակ եւ նույնիսկ չար եւ անարդար ու անփարդավան վիճակին թակավորությունը հաբա Աստծո իշխանության եւ իրեն հավատացողներուն համար եղած արդարության բادرազմը, արդարության իշխանությունը եւ վերջնական քու թակավորությունը, որ այս աշխարհի վրա պիտի կատարվի եւ պիտի իշխե։ Ուրեմն ովդեր նույն ժամանակ կտեսնենք նաեւ մարդկային կյանքի մեջ եղող այն կյանքը այն խանգարված կյանքը տուն պիտի չհանդուրժես անփարդավան կյանքը ովդեր քո առջևդ չգրնար գայնիլ հաբա տուն կթակավորես եւ քու թակավորությունդ հավիտենական թակավորություն պիտի լա եւ ոչ թե ժամանակավոր Ասոր համարով դեր մեր սրդերը պատրաստ է, որբեսի գարենանք թիմակրավել քու ներկայությունդ, քու արդարությունդ, քու թադաստանդ, որբեսի գարենանք քո առջևդ շնորհք գտնել եւ գարենանք քու խաղաղությունդ ունենալ, որ հավիտենական խաղաղություն կշնորհես մեր կյանքերուն։ Այս ուղղությամբ ով դեր մեզ այցել է նաև ով դեր մեր այն սելները, որոնք ով դեր այսօր ներկա չեն գրնարըլալ, բայց գհետևին նաև արցանց ամեն անոնք, որոնք ունին հիվանդություններ եւ թերություններ, դգարություններ, սուքեր, նեղություններ, ով դեր թուն անոնց հետըլլաս, քու օրհնյալ փազուկներդ, քու ներկայությունդ անոնց հետըլլա եւ զիրենք առաջնորդես, որբեսի գարենան իրենք ունենալ այն խաղաղություն իրենց կյանքերուն մեջ, որով դեր թուն կշնորհես։ Հետիլլաս ով դեր նաև այսօվա մեր պատկամապեր ծարայիդ, որբեսի անիկա խոսի մեր սրտերուն, մեր կյանքերուն եւ օրհնությունը լա։ Հետիլլաս նաև մեր բոլոր ծարայողներուն քու եկեղեցիիդ մեջ, որոնք ով դեր սիրահոժար եւ նվիրված կաշխատին, գամավոր կաշխատին ով դեր զորացրես զիրենք եւ ով դեր զիրենք առաջնորդես, որբեսի քու ներկայությունդ զիրենք թող կորձե եւ ով դեր գարենանք քու արջևդ շնորհք գտնել բոլորս, թուն որ շնորհքով մեզի վարվեցար, մենք ով դեր նույն շնորհքով եւ նույն հոգիով գարենանք ծառայել քո արջևդ իրարու համար, որբեսի թուն պարավորվիս, օրհնով դեր այս պահը մեզ ամեն մեկուն համար եւ շնորհք որ գարենանք քո արջևդ միշտ խոնար եւ համեստ լալ, որ փառքդ ու թակավորությունդ կա եւ քու գամքը դլա, ինչպես որ երկինքը նույնպես երկրի վրա, դեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք, ամեն։ Մեր հաջորդ երգը պիտի լա 160-րդ երգը, երգ 160. The last hymn will be 160. Let us sing it while we are standing.
հատուկ թշնամիները բազմոտ յամկոքան եւ անոց չար զորաբեդը ինքն է սատանան շուտ կգամ գսեմ մեր դերը փերթը բահեցեք կբահեք դեր քու շնորհքով պատասխան տվեք բանձալի է մեր թրոշակը փողը գլսենք մեր զորաբեդին անվամփը դեդաշոշ թախտենք մյոտ կգամ գսեմ մեր դերը փերթը բահեցեք կբահենք դեր քու շնորհքով պատասխան տվեք թարն երկար է պատերազմը սակայն թիմացեք մեր անհաղ ծորակլուխը մոտ է քաչ եղեք շուտ կգամ գսեմ մեր դերը փերթը բահեցեք կբահենք դեր քու շնորհքով պատասխան տվեք Pastor Yasmin yes. Okay. Good morning. So glad to be with you after a while. So thanks for inviting me again. I thought you hate my preaching. That's why for the last couple of months you didn't invite me, but I was wrong. I feel at home. I feel at my church when I'm among you. And it is a pleasure to worship, to sing, and to hear the word of God together. Amen? The Lord of hosts. I don't know what hosts means exactly in your language, but it simply means soldiers or army. This is one of God's names in the Bible, and we don't give it lots of attention. We give more attention to other names of God. And sometimes we don't like it. You know, the Lord Jesus Christ, the shepherd, the counselor, the friend, the Father, God, even Trinity, we like it. But when we say the Lord of hosts, it signifies and contains the concept of war, of battle. Actually, we were singing our last hymn. It's about the battle. And many soldiers around us are falling. Unfortunately, we many times take our beliefs, our doctrines, our teachings, and we repeat them, a kind of a habit, without thinking of their meanings. Have you thought about the meaning of the Lord of armies? And army like a plural, Lord of hosts. In Hebrew, Yahweh Tsebaot. Tseba, it means power or a fighter. And Tsebaot, it's like plural. It's like the S in English. And why this name is so important? For so many reasons. One, it is because it opens our minds, our spirits, our
spiritual understanding to a character in our God that He's not only, the meek and the humble and the loving and the forgiving. We like this God. But the just, the truthful, the judge and the Lord of Sabaoth, we don't like this God or this image about God. And sometimes we are ashamed of it. When people say, your God in the Old Testament used to rage wars. Oh, no, that's not what it means. That's exactly what it means. And in the Old Testament, God was kind of fearful figure. No, you don't get it wrong. No, we are getting it wrong. Yes, God is a fearful figure. He's so scary for those who don't obey Him, don't follow Him, don't believe in Him, don't yield to Him. And He's so gracious and loving and forgiving for those who repent and believe. So the two images are there. The two concepts are there. It's embarrassing for us to be embarrassed about who God is and what God is. Why is this name so important? First, because it is about our God, and second, and this will surprise you, it is the most repeated compound name by far, more than any other name or names put together in the Old Testament. God has 9 compound names which start with Yahweh. Yahweh Nesse, Yahweh Tzidkino, Yahweh Mukadishkem, so on and so on. And each one signifies or sheds the light about one character of our God. And usually those names are repeated only once. 2 names are repeated twice. Only 2 compound names are repeated twice. Guess, I'll let you please answer me. Even if you are wrong, no problem. But guess how many times the Lord of Hosts is repeated in the Bible? Give me a big number. I told you the other names once. Only 2 names are repeated each twice. How many times the Bible mentions the Lord of Hosts, Yahweh Tsebaot? Can you have an idea? Close to 300 times. To be exact, 296. But, just to keep it like a round figure, about 300 times. And this name is particularly connected to the prophetic books, which relate to the second coming of the Lord Jesus Christ. Starting with Isaiah, Ezekiel, Jeremiah, and the minor prophets. And Zechariah alone mentions the Lord of Hosts 53 times in 14 chapters. So if you read Zechariah, and this is what I do with my Bible, I color it, I mark it, I underline it, I highlight it. So go to your home this week and read Zechariah 14 chapters and underline or color Lord of Hosts 53 times. So it is kind of nice and pleasant to ponder, to think about the first coming of the Lord Jesus Christ, which is prophesied actually in Zechariah chapter 9, that it says, rejoice, daughter of Zion. Your leader, your king will come to you humble, meek, and extended the hand of peace, peaceful, riding on a donkey, and not even a big donkey, a colt. Like baby donkey. And usually kings who used to come in their royal procession to take the throne, when they would ride on a donkey, it means it's a peaceful reign. But when he used to come riding on a white horse, it means that he is declaring war. We like to think about Jesus, who entered once into Jerusalem on a donkey. And we disregard Jesus about 300 times, plus many other prophecies, riding on the clouds of heaven and riding on a white horse
and the sword comes out of his mouth to crush his enemies. The first time, come to me. All of you become citizens of my kingdom. Let me be your royal king, just in peace, just in meekness, in humility. We took him and we crucified him. The second time, he's not coming to be crucified. He's coming to reign. Reign in justice, reign in power, reign in truth, reign in righteousness, and in majesty. And if the Lord is the Lord of the soldiers, the army, the hosts, the fighters, then we wonder who the fighters are. Who are those hosts? According to the Bible, he refers to three things. First, like the planets and the stars, he calls them the hosts of heaven. The hosts of heaven will be shaken. Also, the angels who serve him are called hosts. Do you know, in the Old Testament many times, and even in the New Testament, but in the Old Testament, God would send one or more than one angel to say something or to send a message, and sometimes to fight a war. One angel, one single angel, killed 180 Chaldean soldiers in one night. Only one. But let me tell you something, and please listen carefully. You are the army of the Lord. We are the army of the Lord. Can you imagine Sister Arpi riding on a white horse and coming to fight with the Lord? And our brother here and our sister there, and this is what he says. In Revelation 19, the passage which our pastor read, it says that Jesus was riding on a white horse, coming in the clouds to take reign, and multitudes of armies, of hosts, of soldiers are following him on white horses. If you go to one passage earlier, you figure out that this is the church. These are the believers. Today we are not soldiers at all. Today the soldiers and the powers of this world are controlling us. They are opposing the gospel of the Lord Jesus Christ. This world does not love Jesus Christ. This world hates the gospel of Jesus Christ. This world hates the church of the Lord Jesus Christ. In the East they persecute the church. In the West, like here in this country, every now and then you hear about a new bill, something with a certain number, and all of them are directed against the church and against the gospel and the word of God. And if Satan would be allowed, if the Lord doesn't put a limit to him, he would have finished us and crushed us from day one. Do you know why we are still continuing our life? Our battle? It is because of the Lord of hosts who is with us. God is with us. Emmanuel, God with us. He was hanged on the cross for 6 hours. Through his hanging on the cross, his crucifixion, his passion, his death and resurrection, he redeemed us and gave us eternal life. Every time we think about Jesus and the cross, we think about him like on a cross and hanging from that cross with bleeding. We are proud of the cross and of the crucified. But again, I tell you, that was only for 6 hours. But from eternity past to eternity future, the Lord Jesus Christ is on the throne. He is the King of Kings, as we have read now. His name is the Lord of Lords and the King of Kings. You might tell me, but Pastor, all the kings are resisting the Lord Jesus. How is he their king? First of all, every single king or ruler, the Lord appoints him in a certain time to a certain mission for a certain time, and when that time is over, he finishes it.
He finishes it. He puts an end to it. Sometimes it's so difficult for me. I don't know about you. It's so difficult for me to believe or to understand. Now, I believe, but I can't understand how certain rulers are appointed by God. But we know from many examples in the Bible and verses, especially in the book of Daniel, that the Lord is the king of this world. And he appoints whoever, for whatever reason, for whatever time. But one day he will come. And not only soldiers, but also every king will bow before him. Every knee will bow before him. And every tongue will confess that Jesus Christ is Lord. Is Lord. Who are included in this expression, every knee shall bow and every tongue shall confess? Actually, we can understand it from the verse itself. It says every, and every in English means every. Those who love him will bow down before him, will lay down their crowns before him, and will say, you deserve all the glory and all honor because you have purchased us. You have shed your blood and purchased us to the Father God with your blood. But you know, I can imagine Pilate of Pontus. I can imagine Nebuchadnezzar. I can imagine previous late President Assad in Syria. And Prophet 3 dots and Prophet 3 dots. All of those who lived their lives as dictators and couldn't care less about God, they will be bowing down also, and they will be forced to confess that Jesus is Lord. We will confess it joyfully. They will confess it with humiliation and will be sent to eternal darkness. Brother, are you going through, and brother and sister, are you going through defeats in your life? Remember, you are a host under the commander, the Lord of hosts. Are you going through a sickness? One day the Lord will resurrect your body and heal your body, and it will be as glorious as Jesus' body. Is your mother-in-law bothering you? I understand you. Don't worry about that. One day, the Lord will make you love her the way she deserves. What I'm trying to say, all the weaknesses, all the problems, all the trials, all the temptations are just, listen to this, blessings in disguise. Have you seen any little kid going to the exam or final exam joyfully and studying joyfully? Nobody likes to study and nobody likes the final exam. But only those hard studies and those final exams will prove that he is a winner and he succeeds, and will bring him to a higher level and higher level and higher level and higher level. When the Lord gives you a shiny day like today, tell him, thank you, Lord, for this shiny day. You sent it to my life. When the Lord sends the storm your way, tell him, thank you for the storm, because in the storm I will experience your victory and your help and your presence much, much more, in a more profound and glorious way than in the sunny day. Tell him, Lord, I love you when you give me, and I love you when you take away from me. Tell him, Lord, I love you, I obey you when I understand what you're doing and when you don't understand what you are doing. In every day, in every circumstance of my life. Every morning, wake up and say, Lord, I'm not a toy. I'm not a joke. I'm not a clown in this world. I'm a soldier for a mission, for a battle. Help me to be a faithful soldier and to fight the good fight, not with swords, not with pistols and guns,
but the fight of faith and of patience and of faithfulness, and raise the gospel high, and stop being ashamed of being called evangelical and those naive Christians. It's our pleasure, it's our boasting to be followers of the great commander, the Lord Jesus Christ, the Lord of hosts. Amen? Let me just tell you that I only today shared with you kind of an introduction to a series that I had been teaching in our church. If you want to go through every verse and every subject that underlies, under the title Lord of Hosts, I told you 300 times. You need hours and hours to bring all those verses and study them in their context. Then you will stand up. Then you will lift up your head high and feel that you are proud of Jesus Christ. Not only the one who came humble and meek and peaceful on a donkey and was on the cross for 6 hours, but the one who's going to come on the clouds of heaven as the Son of Man on a white horse, and he had been on the throne since eternity to eternity. This is your Lord, this is your Savior, this is your God. Believe in him, trust him, follow him, obey him, and very soon he's gonna come back for his church. Say amen. Amen. Let me just repeat that in Arabic for 5 minutes. الأخ ديكران طلب مني إني أرجع أعيد الوعظة ب5 دقايق. So ما بعرف أنا إذا أخذت ال5 دقايق تبعي already. Did I take my 5 minutes or I'm good? Can I take 5 minutes just to? Yeah. Okay. رب الجنود. نحن بنفكر بالرب يسوع اللي اجى على جحش ابن أتان. جحش يعني حمار صغير مش حمار كبير. ودخل على أورشليم. من قبل كان العادة بهديك الأيام إنه لما ملك بده ياخد المملكة تبعه، إذا كانت مملكة مسالمة يعني في سلام عم ياخدها من بيه والناس بيحبوه، بيجي على حمار، على جحش، رسالة سلام، مادد إيده للسلام. لكن إذا ملك بده ياخد مملكة وفي ريزيستنس، في مقاومة، بيجي راكب على حصان، وحصان أبيض وحامل بإيده سيف. فنحن بنفكر بيسوع اللي اجى اول مره راكب على جحش ابن أتان، بس ما بنفكر انه اسمه الاكثر انتشار في الكتاب المقدس، كومباوند نيم، اسم مركب، هو رب الجنود. في 9 مرات بيقول، يعني في اسماء مركبه 9 مرات، يهوى نسي، يهوى شما، يهوى تسبع، فكل اسم مكرر مره أو ماكسيموم مرتين. هيدا الاسم جاي حوالي 300 مرة، ودايما مرتبط بمجيئه الثاني. نحن بنشوف اليوم العالم كله معادي لله، معادي للمسيح، معادي للإنجيل، معادي للمسيحي، للمؤمن. بشغلك روح خبر نكتة بشعة بينبسطوا منك، روح صرف عليهم مصاري بينبسطوا منك، قل لهم يسوع أو قل لهم الإنجيل، كلهم بيتضايقوا منك وبدهم إياك تسكت وما بقى تحكي. العالم اليوم ضد ربنا، لكن بيوم من الأيام بده يجي رب الجنود. بس يقول رب الجنود معناتها في معركة، ونحن بمعركة روحية بين مملكة النور ومملكة الظلمة، مملكة الله، مملكة العدو. بس إذا كان هو رب الجنود، من هن الجنود؟ الجنود هن الملائكة بسميهم جنود، قوات السماء بسميها جنود، بقول قوات السماء تتزعزع، ونحن الجنود، الكنيسة جنوده، انت الجندي تبعه. ونحن منحارب، ما منحارب ببارودة ولا منحارب بمدفع، منحارب بكلمة الإنجيل، منحارب بالتقوى، منحارب بالتبشير، منحارب بالمحبة، بالمسامحة، منحارب قوة الظلام، قوة الشر، ونعيش حياة البر. هيك بتكون عم بتحارب وعم بتقاوم. فبترجاكم خلونا نوقف نكون تمد، نكون مستحيين، نكون مخبيين ويا ويلنا ومدري شو عم بيصير، ورجع اتذكر انه النصرة النهائية هي للرب يسوع المسيح، هي للرب يسوع المسيح. طلع للعالم براس مرفوع، طلع للعالم بجرأة، خبرهم انه في شخص ركب على حيوانين، ركب يوم الأيام على جحش ابن أتان وقدم السلام. إذا بترفض سلامه بده يجي بيوم الأيام ملك الملوك ورب الأرباب راكب على حصان وسيف خارج من تمه ليبيد أعدائه. وإنت اختار والناس تختار، بدهم يكونوا من أبنائه أو من أعدائه. إلي كل الشرف
إني أنا من خدام المسيح وأنت من خدام المسيح. كل مؤمن تقول لي أنت أسيس، كل مؤمن هو خادم للمسيح. ظهروا يا جنود الرب من بعد الكنيسة وكونوا عم بتحاربوا الحرب الروحية بأمانة، بمحبة، بولاء، بتضحية لمجد ربنا ومخلصنا يسوع المسيح. Let's leave this place today victoriously, courageously. Go and tell people about this wonderful Lord of hosts, Savior, who once was crucified, but now he is alive forever and ever and ever. Amen. Thank you so much and God bless you. Thank you, Pastor, for this wonderful message. Ես պիտի ուզեի գարկմը գեդեր հիշել այս ուղությամբ, անոնք որոնք գնալալ որ անգլերեն չհասկացան եւ գամանք արաբերեն գնալալ որ չհասկացան։ Նախ եւ առաջ ասենք որ ասիկա հապշտագության վրայով եղած քրությունը չէ, հաբա Հիսուսի երկրորդ քալուստյան սկիզբը ինչպես իր հագարագորթեն, այսինքն թշնամիեն իր վրեժխնդրությունը պիտի առնե։ Սակայն այս ուղղությամբ մի քանի բաներ ըսվեցավ ջերմակ ցիու վրա պիտի կա, ինչ որ հռոմեացիները ջերմակ ցիով գուքային երբ որ հաղթեին բادرազմը եւ այդ ցևով ուրեմն կնկարագրե Հովհաննես Արաքյալ ասիգա, սակայն նաեւ գսվի որ իր հանդերձին վրա արյուն գար։ Այս արյունը նաեւ Եսայի մարգարեության 60-րդ գլխուն մեջ ալ հիշված է, որ իր թշնամիներեն արած ուրեմն իր բادرազմի ընթացքին, բայկարի ընթացքին իր վրա ցածկած ուրեմն սրսկված արյուններն են եւ ոչ թե իր արյունը թշնամիներուն արյուններեն որ սրսկված է իր վրա եւ կարևոր արտահայտություն մգա որ գսե իր հակոստին վրա իր բատմուջանին վրա իր աստրին վրա քրություն մգար որ գսեր դեր դերանց ու թակավոր թակավորած եւ ուրիշ հատկանշական խոսք մգա որ գսե իր գլխուն վրա բազմաթիվ թակեր գար բնական օրեն նորմալ գլուխի վրա բազմաթիվ թակեր չլար բայց ինչու համար այս ուրեմն սիմվոլիզմը գործածվի անոր համար որ ինքը դեր դերանց է ու թակավոր այսինքն շատ մը թակավորություններու վրա իշխող անցմն է շատ մը թակավորներուն ոչ թե թակերը իր գլուխին վրա են հաբա սիմվոլիզմը այն է որ շատ մը թակավորներուն վրա թակավոր է դեր դերանց ու թակավորած է եւ այս ուրեմն արտահայտությունը շատ կարեւոր է իր եկեղեցին համար այն իմաստով որ անոր մեծափարությունը գարենանք հասկանալ անոր անսահմանությունը դարենանք հասկանալ մեր սահմանափակ վիճակի մեջ դերը մեզ օրհնե եւ այս ուղղությամբ ուրեմն մեր սրտերուն մեջ իշխե որբեսի անոր դված զորությունը անոր դված վստահությունը եւ հավատքը մեր կյանքերուն մեջ ունենալով գարենանք շարունակել մեր կյանքը ուրախությունով քաջությունով ու վստահությունով ուրեմն եկեք միասնապար ոտքի վրա դերունական աղոթքը երգելով օ նվիրատվությունը կատարվի եւ վերջը
ոտքի վրա ալանք տերունական աղոթքը երգելու համար. Let us pray, the Lord's Prayer. Հայր մեր, որ երգինս ես, Սուրբ եղես է անուն քո, եկես թե արքայություն քո, եղես են գամ քո, որպես երգինս և երգրի, ցած մեր հանաբազոր դուր մեզ այսօր, թող մեզ զբարդիս մեր որպես և մեկ թողունք մերոց բարդաբանած և մի դանիր մեզի փորձություն չարեն Զիքոյե արքայություն և զորություն և փառք Հավիդյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անբատմելի սերը և Հոգևոր Սուրբո հաղորդակցությունը և բահաբանությունը ձեր բոլորին հետ լա ամեն